Հունիսի 24-ին Փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի համակարգմամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման կարողությունների գնահատման, ինչպես նաև հրդեհների դեմ պայքարի եւ հետևանքների վերացման միջոցառումների համակարգման ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Մասնակցում էին շահագրգիռ պետական գերատեսչությունների, մարզպետարանների, ներքին գործերի նախարարության պատասխանատու ստորաբաժանումների, Փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Անդրադառնալով անտառային հրդեհների վիճակագրությանը եւ վերջին տարիներին դինամիկային, Արամ Ղազարյանը շեշտել է, որ հրդեհավտանգ ժամանակահատվածում գործընկեր կառույցների միջև սերտ եւ համակարգված համագործակցությունը հրդեհների արդյունավետ կանխարգելման կարևորագույն նախապայմաններից է։ Քննարկվել են 2025 թվականին արձանագրված խոշոր հրդեհների դեպքերը, վերլուծվել արձագանքման գործընթացում ի հայտ եկած մարտահրավերները, ինչպես նաև գնահատվել դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները։ Անդրադարձ է կատարվել անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման նպատակով իրականացվող ընթացիկ միջոցառումներին եւ դրանց արդյունավետության բարձրացման հնարավորություններին։ Առանցնակի կարևորվել է ահազանգերին օպերատիվ արձագանքումը, հրդեհավտանգ օրերին փրկարարական ուժերի եւ միջոցների նախապես տեղակայման անհրաժեշտությունը, ինչպես նաև տեխնիկական եւ մարդկային ռեսուրսների արդյունավետ բաշխումը։ Արամ Ղազարյանը կարևորել է ոչ միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխգործակցության ամրապնդումը, այլև բնակչության, համայնքների եւ կամավորական խմբերի լայն ներգրավման, իրազեկման եւ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, ընդգծելով, որ հրդեհների կանխարգելման գործում հանրային պատասխանատվությունն ու զգոնությունը առանցքային նշանակություն ունեն։ Նա ընդգծել է նաեւ ինչպես գերատեսչությունների կողմից հանրային իրազեկման խողովակներով, այնպես էլ մարզային կառույցների կողմից ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հետ համագործակցությամբ բնակավայրերում ակտիվ իրազեկման աշխատանքների կարևորությունը։ Նախանշվել են առաջիկայում իրականացվելիք աշխատանքների ուղղությունները եւ ընդգծվել հնարավոր հրդեհային իրավիճակներին համատեղ ու համակարգված ջանքերով առավել արդյունավետ արձագանքելու, դրանց ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև բնակչության եւ շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովելու կարևորությունը։ Հանրային անվտանգության ապահովման գործում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ իրավապահ համակարգի առաջնահերթությունը։ Կյանքեր կործանող այս չարիքի դեմ պայքարն անզիջում է, իսկ կանխարգելման միջոցառումները շարունակական։ Ու նաև այս խնդրի շուրջ միջազգային հանրության ջանքերը համախմբելու նպատակով է, որ հունիսի 26-ն աշխարհում նշվում է որպես թմրամիջոցների օգտագործման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օր։ 2026 թվականի 5 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք։ Ոստիկանությունը հետևողական պայքար է տանում թմրամիջոցների շրջանառության դեմ, հատկապես մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կանխելու ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների որդեգրած համակարգային մոտեցման եւ արդյունավետ պայքարի շնորհիվ կանխվում է նաեւ փոքր խմբաքանակներով թմրամիջոցների տարածումը, բացահայտվում են դրանց պահման, օգտագործման եւ իրացման ամբողջական շղթաները, հնարավորություն տալով առավել արդյունավետ հակազդել հանցավորության ընդլայնմանը։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ներքին գործերի նախարարությունը իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային գործընկերների հետ թիրախային աշխատանք է իրականացնում։ Արդյունավետության մասին փաստում են գրանցված արդյունքները։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում համատեղ միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 147 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց։ Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը միջգերատեսչական մակարդակում պահանջում է համալիր մոտեցում, ներառելով հանրային առողջապահության եւ անվտանգության բաղադրիչներ։ Ներքին գործերի նախարարությունը թմրամիջոցներից զերծ եւ անվտանգ միջավայր ապահովելու հանձնառությամբ շարունակելու է անզիջում պայքար մղել, նպատակ ունենալով կանխարգելել թմրամոլությունը եւ կասեցնել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Հունիսի 25-ին ժամը 17:30-ի սահմաններում քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի Աբովյան Պուշկինի փողոցների խաչմերուկում ձերբակալել եւ վարչություն են տեղափոխել 2020 թվականի հուլիսից մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդուն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 9 փամփուշտով լիցքավորված ատրճանակ։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։
Կիբերտարածությունում մարտահրավերները շարունակաբար փոխվում են եւ դրանց արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ է ոչ միայն ժամանակակից գործիքակազմ, այլև ոլորտային մասնագետների բարձր պատրաստվածություն։ Այդ համատեքստում Հայաստանի եւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունների սերտ համագործակցությամբ հունիսի 22-ին ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կարողությունների զարգացման դասընթացը։ Այս դասընթացը թույլ կտա ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներին շարունակել զարգացնել իրենց գիտելիքները, կարողությունները համակարգչային հանցավորության, կիբերհանցավորության բացահայտման եւ դրա դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման ոլորտում։ Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության ատաշե Օլիվիե Լեֆեբրը ողջունել է վերապատրաստման մասնակիցներին եւ նշել, որ դասընթացը հնարավորություն կտա ծանոթանալ թվային հետաքննությունների, բացաղբյուրների հետախուզության, կրիպտոարժույթների եւ դարքնետ միջավայրում տեղեկատվության հավաքագրման ու վերլուծության մեթոդներին։ ՆԳՆ կրթահամալիրի պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը մասնագիտական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին, ընդգծելով, որ միջազգային առաջավոր փորձի փոխանակումը կնպաստի թե ծառայողների հմտությունների կատարելագործմանը, թե ՆԳՆ համակարգում արդի մոտեցումների ներդրմանը։ Վերապատրաստման կարևոր մասն են կազմում գործնական վարժությունները, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան ամրապնդել ձեռք բերած գիտելիքներն ու տարբեր սցենարային իրավիճակներում կիրառել դրանք։ Դասընթացը հերթական կարևոր քայլն է Հայաստանի եւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունների միջև գործընկերային կապի ամրապնդման եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կարողությունների շարունակական զարգացման հանձնառության ուղղությամբ։ Օրերս լրատվական կայքերից մեկում տարածվել էր տեսանյութ, որում BID-ի վարորդը կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները երթևեկում էր հանդիպակաց գոտով, իրական վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար։ Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մեքենան հունիսի 24-ին հայտնաբերվել եւ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Մի տեսանյութ էլ տարածվել էր սոցցանցերում։ Նիվայի վարորդը մեքենան վարում էր անկանոն, ստեղծելով վթարային իրավիճակ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մեքենան հայտնաբերվել եւ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Հարգելի վարորդներ, հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում եւ խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման եւ տարածման վտանգը։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում։ Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում, շրջապատելով խարույկը 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով։ Բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ծխել եւ օգտվել բաց կրակից, վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում, կատարել չոր խոտի, խոզանի այրում, թողնել քսայուղով, բենզինով, կերոսինով եւ այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր եւ այլն։ Հարգելի քաղաքացիներ, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին։ Կառավարությունն իրազեկում է։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզան ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզանների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում է խոնավությունը, նպաստում հողում եղած օրգանական նյութերի
քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հաս, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 112 հեռախոսահամարին։